Կկարողանամ ես այսօր գոյատևել Minecraft-ում 100 օր։ Դիտիր վիդեոն մինչև վերջ և կիմանաս։ Բարև Ժողջան, այսօր մենք կգոյատևենք Minecraft-ում 100 օր և կփորձենք ինչքան հնարավոր է շատ զարգանալ։ Գոյատևումը սկսելուց հետո ես միանգամից սարքեցի գոյատևման համար անհրաժեշտ պարագաները և ճանապարհ ընկա։ Ես գտա գյուղ ու միանգամից մտա այդ գյուղի դարբնոցը, դարբնոցի սունդուկի մեջ լիքը լավ բաներ կային։ Այնտեղ ես անմիջապես ուտելիք եփեցի ու գնացի քնելու։ Հաջորդ օրը ես որոշեցի ուսումնասիրեմ գյուղը ու լիքը ուտելիք հավաքեցի։ Գյուղը ուսումնասիրելուց հետո ես որոշեցի իջնեմ հանքը, որպեսզի տարբեր հանածոներ ստանամ, ու հանկարծակի իմ համար գտա զոմբիների սպավներ։ Ես միանգամից լուսավորեցի այն, որպեսզի թազա զոմբիներ չծնվեն, ու սպանելով մնացած զոմբիներին կարողացա հասնել այդ սպավների սունդուկին։ Սպավները ինձ չուրախացրեց սունդուկի լավ պարունակությամբ, բայց ես առաջ ընկա։ Տարբեր փորձությունների միջով անցնելուց հետո ես գտա իմ առաջին երկաթը, և այդ օրը ամբողջությամբ ես անցկացրեցի հանքում։ Երկրորդ օրը ես որոշեցի հալածեմ ամբողջ երկաթը, որը հավաքել էի հանքից։ Այդ երկաթով կացին սարքելուց հետո ես որոշեցի գնամ և փայտ հավաքեմ, որից հետո տրասնիկ ցանեցի, որպեսզի ապագայում կարողանամ թուղթ սարքեմ, ու գնացի քնելու։ Հաջորդ օրը ես լիքը կիրկաներ սարքեցի, որպեսզի քար հավաքեմ, քանի որ իմ թազա ֆերմայի համար ինձ անհրաժեշտ էր շատ մեծ քանակությամբ քար։ Եվ ամբողջ երրորդ օրը ծախսեցի քար հավաքելու վրա։ Ֆերմայի տեղը որոշելուց հետո ես միանգամից սկսեցի սարքել այն։ Ավելի մանրամասն ֆերմայի մասին դուք կարող եք իմանալ համացանցից, որոնման բաժնում գրելով ֆերմա մոբով։ Այս կադրում ես շարում եմ պլատֆորմները, որտեղ պիտի ծնվեն մոբերը։ Պլատֆորմները շարելուց հետո ջրի մոտ լյուկեր ենք դնում և փակում ենք դրանք, քանի որ խաղի մեջ կա մի բագ, որ մոբերը փակ լյուկերը որպես բլոկ են համարում և կանգնում են դրանց վրա ընկնելով ջրի մեջ։ Ժողովուրդ, ես վերջապես ավարտեցի այս ֆերմայի շինարարությունը ու հեսա ցույց կտամ, թե ոնց է աշխատում։ Ժողջան, իմ կարծիքով ֆերման ընտիր է ստացվել։ Քանի որ ֆերման սարքելու վրա ես շատ ռեսուրս էի ծախսել, որոշեցի էլի իջնեմ շախտա ու այնտեղ գտա իմ առաջին ալմազները։ Հայր, հլը ուղղակի նայեք ինչքան ռեսուրս եմ այս անգամ շախտայից հանել։ 49 հատ ոսկի, համարյա 2 ստակ երկաթ, 3 ստակ ուգլ, 20 հատ obsidian, 22 հատ ալմազ ու մի ստակ redstone։ Դրանից հետո գնացի ու սաղ տրասնիկը հավաքեցի, քանի որ հեսա գիրք պիտի սարքեի լիքը։ 16-րդ օրը ես սարքեցի պարտալ նեզեր ու 16-ից մինչև 17-րդ օրվա կեսը անցկացրեցի այնտեղ։ Նեզերի սպավնը գտնվում էր Պիսոկ դուշ բիոմում ու շատ անհաջող տեղ էր, քանի որ մոտակա 1000 բլոկում երևի ոչ բաստիոն կար պիգլինների, ոչ է կրեպստյացկի։ Հես աստեղ ես վերջապես գտա ածկի կրեպստյը, որտեղ արդեն գնացի ու սպանեցի իֆրիտներին իրենց ստержինները ստանալու համար։ Տասնվեցած ստержին ստանալուց հետո ես գնացի կրեպստի ուսումնասիրելու ու սունդուկների մեջ շատ լավ բաներ գտա։ Հենց ես տուն հասա, միանգամից սարքեցի ստոր զաչռավանյա, բայց զաչռավանյայի մաքսիմալ լևելը ստանալու համար անհրաժեշտ են կնիժնի պոլկաներ։ Կնիժնի պոլկա ստանալու համար մեզ անհրաժեշտ են գրքեր։ Գրքերը ստանում ենք կաշվից և թղթից։ Թղթի հետ ես խնդիր չունեի, քանի որ առաջին օրվանից տրասնիկ է աճացնում։
Իսկ այ կաշի ստանալու համար ես մի քանի օր կով էի ման գալիս եւ սպանում։ Հետո ես իմ համար վերջապես ալմազից գործիքներ ու բրոնյա սարքեցի ու միանգամից գնացի դրանք զաչռավաճ անելու։ Բայց ցավոք սրտի իմ մոտ օպիտը բավական չէր իմ պարագաները ամբողջությամբ զաչռավաճ անելու համար եւ դրա համար ես գնացի օպիտ ստանալու։ Բավականաչափ օպիտ ստանալուց հետո ես քնեցի ու արդեն 21-րդ օրվա առավոտը ամբողջությամբ զաչռավաճ արեցի իմ պարագաները։ Դրանից հետո, քանի որ իմ ամբողջ ուտելիքի պաշարները վերջացել էին, ես որոշեցի ոսկե գազար պատրաստել։ Իսկ դուք գիտեիք, որ ոսկե գազարը համարվում է Minecraft-ի լավագույն ուտելիքը։ 21-ից 26-րդ օրը ես Enderman-ներին էի սպանում, որպեսզի ստանայի նրանց ժեմչուկները եւ գնայի դրակոնի մոտ։ Բայց դրակոնի մոտ գնալուց առաջ ես որոշեցի մի հատ հզոր նետ սարքեմ ինձ ու զաչռավաճ անեմ, որպեսզի կարողանամ դրակոնի կրիստալները ջարդեմ։ Նետը սարքելուց ու զաչռավաճ անելուց հետո ես գնացի իմ ֆերմա, որպեսզի վերցնեմ աղեղներ, որոնք ընկնում էին սկելետներից։ Վերջ, ես պատրաստ եմ դրակոնին սպանելու։ Ես նետեցի Օկաենդրան եւ գնացի նրա ուղղությամբ։ Որոշ ժամանակ անց ես հասա մի գյուղի եւ Օկաենդրան իջնում էր ներքև։ Դա նշանակում է, որ ես արդեն հասել եմ եւ անհրաժեշտ էր ընդամենը փորել եւ իջնել ներքև։ Ես սկսեցի փորել եւ հասա մի հատ շախտայի։ Երբ շարունակեցի փորելը, արդեն հասա ամբողջությամբ ջրով լցված մի շախտայի, բայց այդ ջրով լցված շախտայում ես գտա մի հատ ալմաս։ Ես շարունակեցի փորել եւ գտա կրեպստը, իսկ կրեպստը գտնելուց մի քիչ ժամանակ անց ես արդեն գտա պարտալը։ Ես տեղադրեցի բոլոր իմ մոտի պյառուզները պարտալի մեջ, բայց ցավոք սրտի երկու հատը չհերիքեց, եւ ես ստիպված հետ վերադարձա տուն, սարքեցի եւս երկու հատ եւ տեղադրեցի պարտալի մեջ։ Հասնելով Էնդերմիր, ես միանգամից սկսեցի բլոկներով շարվել դեպի մոտակա կղզի եւ արդեն սկսեցի սպանել դրակոնին։ Ժող ջան, ես սպանեցի դրակոնին, բայց այդ է ոնց եմ վերցնելու էլիտրաները ու լիքը ուրիշ հետաքրքիր բաներ, դուք արդեն կտեսնեք հաջորդ սերիայում։ Ժող ջան, անպայման չմոռանաք բաժանորդագրվեք ալիքին ու լայք դնեք այս վիդեոին։ Հաջողություն ձեզ։